Մենք ունենք մեր երկրում եզակի ունիկալ մեզ համար այդքան կարևորագույն ունեցող օբյեկտ, բայց մոտեցումը իրեն ցուցաբերում ենք լիովին այլ։ Միթե անհնար է այդ նվազագույն շեմը, որը որ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով ամրագրված է, ինչեր պետք է անել, այն գործընթացները, որոնք կառավարության կարգով են նկարագրված, ինչպես դա պետք է իրավական դաշտում արվեր։ Միթե անհնար էր ոչ թե նվազագույն շեմը բավարարել, այլ ավելին։ Հիմա մենք խոսում ենք դրա մասին, որ ընդհանրապես արվել է լրիվ այլ բան, ինչը որ հիմա արվում է, այսինքն իր քաղաքաշինական փաստաթղթերը եւ այն ինչը իրենք անում են, ըստ էության իրար հետ դեսոնանսի մեջ է գտնում, իրենք լրիվ ուրիշ բան են անում, այն ինչը որ պետք է անեն։ Հիմա եթե նաեւ անդրադառնանք իրենց աշխատանքային մեթոդաբանությանը նախագծի իրականացման, այստեղ մեզ մոտ նաեւ տեղ ենք մենք հարցեր տեսնում, բացի այն, որ իրավական դաշտում կա, մեր զեկույցում նշված է 5-ից ավել մենք խնդիրներ ենք տեսնում, որոնց առնվազն պատասխաններ ենք ակնկալում նախագծային թիմի կողմից եւ նաեւ պատվիրատուի իրենց կողմից, նաեւ մենք տեսնում ենք նախագծային լուծումներում խնդիրներ, որոնք որ շատ մտահոգիչ են։ Օրինակ, հիմա մենք անընդհատ խոսում ենք շինարարական հրապարակի կազմակերպումից, անվտանգությունից եւ շինհրապարակի ընդհանուր կազմակերպման խնդիրներից։ Մենք իրենց նախագծում տեսնում ենք, որ բավականին բաց թողումներ կան կամ առնվազն կարելի է այդ հատվածները ավելի մանրամասն իրականացնել, մասնավորապես այցելուների անվտանգության մուտքի ելքի խնդիրները, ինչպես է իրականացվում, բանվորական կազմի այդտեղ գտնվելու անվտանգության խնդիրները, իրենց տարական կենցաղային պայմանների ապահովման խնդիրները, այդ ամենը նախագծով ըստ էության այդ խնդիրները բաց են մնում եւ չեն լուծվում։ Ինչ վերաբերվում է այդ նախագծային լուծումների, մենք տեսնում ենք, որ նախագծով, քանի որ ի սկզբանե հստակ ուսումնասիրություն չի արվել եւ գնահատական չի տրվել արկա խնդիրներին։ Մենք հիմա գնում ենք ինչ-որ մի հատ այլ տարբերակով եւ սխալ ենթադրություններով, որի հիմնավորումները կարծես թե չկա եւ չենք տեսնում այդ նախագծային փաթեթում, ոչ նախագծի մասում, ոչ իր ելակետային տվյալների բաժիններում։ Հստակ չենք տեսնում այդ ուսումնասիրությունը եւ հիմնավորումը, ինչու ենք մենք ապամոնտաժում այդ քարերը, այդ մույթերի երեսապատումը։ Գուցե դրա հիմնավորումը կա, գուցե ուժեղ ինչ-որ շատ խորացված ուսումնասիրություն է կատարվել, բայց դա չկա, անհասկանալի է։ Ինչու ենք ապամոնտաժում եւ խաթարում ամբողջ այդ կոնստրուկտիվ համակարգը, դրա հիմնավորումները չկա եւ անհասկանալի է դրա հիմքը որտեղ է։ Աշճանավանդակները, ինչի ենք մենք այդ աշճանները այդպիսի մեթոդաբանությամբ հանում եւ նույն Տիկին Թագանյանի կողմից հնչեցրած հարցը այդ հսկայական այդ խրամուղին, որ պետք է փորվի հուշարձանի շուրջ, ինչ նպատակ է դա հետապնդում։ Եթե դա ինչ-որ դրենաժային անձրևից պաշտպանվելու ինչ-որ խնդիր է, ապա եկեք հասկանանք դա որտեղից է գալիս։ Եթե իրենք ուսումնասիրություն կատարած լինեին հենց անմիջապես հուշարձանի նախագծի ելակետային տվյալները, կտեսնեին, որ եղել է ժամանակին հստակ գեոլոգիական եւ մնացած ուսումնասիրությունները, որոնք որ բացահայտել են, որ սարի բլրին գրունտային ջրեր չկա, այդտեղ տրամաբանությունն էլ ասում, որ սարի գլխին ջուր չի լինում, ինչ ուրիշ տեղ է դա լինում, հովտում եւ այլ, որ մոտակա ջուրի աղբյուրը Հրազդանի կիրճով հոսող գետի մակարդակում է գտնվում 250 մետր ներքև այդ գետից։ Հիմա մենք այդ դեպքում ինչ ջրերի մասին ենք խոսում, այսինքն գուցե դա մակերևույթային ջրեր են, որոնք որ հավաքվել են, բայց եթե դա այդպես է, նախագծով արդեն իսկ հստակ լուծումներ տրված էր այդ ջրերը ինչպես պետք է հեռացվեին եւ մաքրվեին։ Գուցե ինչ-որ այլ ջրեր են, որը սիզամարգերի օրինակ գա, գազոնի ինչ-որ ջրելու, ինչ-որ այլ ջրեր են, այդ ամեն ինչի պատասխանը չկա եւ դրա տեղը կա մի հատ ինչ-որ մեթոդաբանություն, որ եկեք հուշարձանի շուրջ փորենք 3.5 մետր լայնությամբ եւ գրեթե 4 մետր խորությամբ մի հատ խրամուղի, այնտեղ տեղադրենք դրենաժ եւ ըստ էության մենք չգիտենք, գուցե երբևից այնտեղ ջուր չի հասել, բայց մենք հիմա որոշել ենք մեր ենթադրություններով, ասում ենք, եկեք ջուրը տանենք, հասնենք այնտեղ այդ հիմքում, հետո ջրին ասենք, այ դու պետքա գնաս այդ դրենաժի խողովակը գտնես, այդտեղով հոսես։ Հիմա այդ ամբողջ այդ լուծումները արդյոք իրենք շինությունը կամ շինության
համար դրական ազդեցություն են, թե հակառակը բացասական։ Այս ամենը ըստ էության բացակայում է եւ ստացվում է, որ մենք ունենք մի իրավիճակ, որ մենք գործողություններ ենք անում պարզապես խարխափելով անիմացության մեջ։ Հիմա մենք ճարտարապետական հանրությունը ինձ շատ լավ կհասկանա, մենք մեր ստեղծագործություններին շինություններին, որի վրա մենք աշխատում ենք, մենք կյանք ու հոգի ենք դնում եւ դա համարում ենք ինչ որտեղ մեր հոգեզավակը եւ նույնպես նմանատիպ վերաբերմունք ենք պահանջում մնացածից, այսինքն նաեւ գնում ենք շինհրապարակում, հսկում ենք, խնդրում ենք, որ ճշգրիտ լինի, որակով լինի եւ այլ եւ իր հետագա կյանքի ընթացքում կարծես անտեսանելի մի թելով կապված ենք այդ շինության հետ։ Հիմա դա կարծես մեր հարազատն է։ Հիմա ստացվում է, որ մենք մեր հարազատի մասին ախտորոշում չանելով, օրինակ ինչ որ մեկը իր հարազատին կամ մտերիմին կթողեր բուժում նշանակին, ընդհանրապես չախտորոշելով ինքը ինչ խնդիր ունի։ Հիմա մենք այդպիսի մոտեցում ենք որդեգրել, անում ենք գործողություններ, որը որ չգիտենք, իրեն օգտակար է ընդհանրապես թե ոչ։ Եվ մենք ականատեսնենք, որ փաստացի ոչ թե մենք տրամաբանությունն է մեզ մոտ գերիշխում, այլ պարզապես բովանդակությունը։ Մեզ պետք է դա արագ անել, հիմա արագ ինչ-որ մի հատ շղթայի մեջ ենք ընկել։ Շինարարը իր հերթին ինչ-որ պայմանագրային հիմունքներ ունի, որտեղ որ պարտավորված է, որ օր առաջ պետք է անի։ Ինչով պետք է անի, այդ նախագծով պետք է անի, չի կարող շեղվել։ Այնտեղ ինքը իր խնդիրն ունի, նախագծային թիմն իր խնդիրներ ունի, եւ այդ շղթան կարծես կանգ չի առնում։ Մենք տեսնում ենք, որ ահազանգում ենք մի քանի անգամ, ասում ենք, որ բարձրաձայնում ենք այդ խնդիրը, որ կա նմանատիպ բովանդակային խնդիր, անհրաժեշտ է դադար տալ եւ ուսումնասիրել։ Բայց կարծես այդ գործընթացը գնում է եւ հիմա մեր զեկույցի նաեւ հիմնական հատվածը այն է, որ տեղեկացնենք հետագա փուլերով մենք որտեղ ենք հայտնվելու։ Ինչը իհարկե շատ մտահոգիչ է։